Առաջիկա ներքաղաքական կարևոր զարգացումներին ընթառաջ այսօր զրուցելու եմ Ռուբեն Հախվերդյանի հետ։ Ողջույն Ռուբեն։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Միշտ պատրաստ։ Ինչ որ անհանգստություն կա այս առաջիկա զարգացումների վերաբերյալ։ Ունես մտահոգություն։ Ես վերջապես հանգստացա, որ եվրոպացիք եկան։ Եվրոպացիների գալը, եվրոպական պետությունների մոտ 40-50 պետությունների ղեկավարներ Երևանում էին։ Դա շոյեց իմ ինքնասիրությունը, այո, շոյեց իմ ինքնասիրությունը, ծուր ասում են, երբ որ Մուհամեդը չի գնում Սարի մոտ, Սարը ինքն է գալիս Մուհամեդի մոտ, նրանք եկան վերջապես կատարվեց մի բան, որը ոչ միայն պատմական նշանակություն ունի, կրթական նշանակություն ունի, այլ նաև սրանով ավելի սեղմվեց և պնդացավ այն օղակը, որը կոչվում է Եվրոպա։ Եվ թեև ես մեծ խորը կասկածներ ունենք, որովհետև մենք կոնկրետ մեր ազգը շատ անելիքներ ունի, որովհետև ես մտածում եմ Տեր Աստված։ Միթե Թաթուլի կլկլացող երգերով բանով մենք պետք է մտնենք Եվրոպա։ Ես այն օրը մի հատ Ղարաբաղյան ամառներում մի հատ մեքենա էր, շատ թանկարժեք արտասահմանի, ես մեքենաների բաները չգիտեմ, մարկաները ու մեջից ընեց մի հատ ոռնոց էր դուրս գալի։ Դուք պատկերացնում եք Փարիզի փողոցներով ոնց որ վերջին խոսքը ասած մի հատ մեքենայի մեջից լսվում է մկկացող լացուկոծանով ձենով սիրո մասին մի հատ երգ։ Մենք ընդհակառակը, մենք խորապես Թուրքիայի մեջ ենք հիմա երաժշտական առումով։ Գիտեք ինչ, այս ամեն ինչ երբ որ սկսվեց մեր գիտատեխնիկական ինտելիգենցիան, որոշ գրողներ, երաժիշտներ բոլորը փախան ստեղից, որովհետև կամաց թրիքը գավառը ներխուժեց քաղաք, եւ այդ թրիքի հոտը մինչև հիմա գալիս է քաղաքից։ Մենք կորցրեցինք այն քաղաքը, որը շատ դժվարությամբ, շատ փխրուն ձևով կայացել էր նույնիսկ սովետի օրոք։ Շատ հետաքրքիր շերտեր ես հիմա շոշափում։ Ուզում եմ հատկապես նաև խոսենք այն մասին, որ Եվրոպան էլ միատարր չի։ Օրինակ Բուլղարիայում կլկլոցը դեռ կա։ Իսկ գիտեք, որ ինչպես այդ կլկլոցից ազատագրվեցին Հունաստանում, ուղղակի արգելեցին։ Ուրեմն կա ճանապարհ եւ կան միայն դիկտատուրայի միջոցով, օրինակ Ջանա կոչում ինչպես մի հատ ռադիոկայան կա։ Նենց այլանդակ բաներ են տալի։ Ասում են, թե ժողովուրդը էդ է ուզում։ Որպեսզի հանրային միջոցները ուղղակի լինեն կանոնական դրա վրա, վերջ։ Այո։ Այսինքն Եվրոպա ասելով մենք պիտի նաև այդ բազմազանությունը խոսքը ճաշակի մասին է։ Եվ այն ճանապարհները, որոնք նույնիսկ արևելյան երաժշտություն գնա, բայց ճաշակի մասին է խոսքը։ Սա անճաշակություն է, ինչ որ կատարում է մեր երկարվեստում։ Իսկ էլիտաների մասին ինչ կասեք եւ էլիտաների պատասխանատվության մասին ինչ կասեք, որտեվ դուք նկարագրեցիք մի կարևոր շրջան 90-ականներ, երբ մեծ հոսք եղավ Հայաստանից արտագաղթի եւ մեր ժողովրդի սերուցքը հեռացավ։ Ես դրա մասին եմ ասում։ Հայրենասեր տղաներն էլ զոհվեցին։ Մենք մոտ 6000 զոհ ենք ունեցել առաջին պատերազմում։ Բացառիկ, լուսավոր ենք ունեցել, բայց երբ որ ոչ միայն հերոսները, այլ գաղափարական հերոսներին մաքրեցին հատուկ ծառայություններ։ Թիկունքից, չէ՞։ Մովսես Գորգեսյան, ես ենթադրում եմ, բայց ես դրա պատճառները ունեմ այդ ենթադրության։ Մոնթեին, Լեոնիդ Ազալյան, Դոշման Վարդան, ինչու բոլոր ազգային և զարգացած տղաները անմիջապես հեռացան արենայից։ Ինչու նրանց փոխարինեցին տգետ և
կոնֆորմիստ գեներալները, Կրկնեցինք իրար։ որոնց փորերը ծնկներից ներքև են ասնում, Այսինքն էլիտային այնուամենայնիվ կարևոր դեր վերապահում եք։ Նաև շատ կարևոր, ազգի առաջնորդության պետոն դաշնակցական։ Գիտեք ինչ, հետո ես էլի եմ ուզում շեշտել, որ մինչև հիմա ոչ մի պրոպագանդա, ոչ մեկը չի ասել, որ մենք պատերազմել ենք Թուրքիայի և Իսրայելի դեմ, որտեղ դա շատ քիչ դեր էր կատարում Ադրբեջանը, սպայակույտը և գեներալները թուրքական էին, օպերատորները թռչող սարքերի հրյաներ էին, թռչող սարքերը նույնպես իսրայելական էին, կռվում էին սիրիացի վարձկանները, այո, մարդասպանները եւ այլն, եւ իհարկե ռուսական զենքի միջոցով, որ մեծահոգաբար նրանց տրամադրում էր, իսկ ինչ տվեց մեզ ռուսական զենքը, մի հատ ինչ-որ ինքնաթիռ, որի վրա ռումբեր չկային, դա ինձ հիշեցնում է Շվարցի դրակոն հեքիաթը, պիեսը, ինձ թվում է դա փոխհամաձայնեցված էր Ռուսաստանի հետ։ Երբեք պետք չի մոռանալ փաստը, որ Գետաշեն, Մարտոնաշեն, Շահումյանի այդ շրջանի գյուղերը ոչնչացրին ռուսական զորքերը, ոչ թե ադրբեջանական։ ու մեզ թվում էր, որ մենք Դաշտային Ղարաբաղը կորցնելով կկարողանանք գոնե Լեռնային Ղարաբաղը։ Այո, միամիտ։ Էդ էլ չկարողացանք։ Ես ռուսների թեմայով առանձին կխոսենք, Ռուբեն, բայց ինձ համար շատ հետաքրքիր է քեզնից լսել հայրենասիրության քո պատկերացումների մասին, ազգայինի վերաբերյալ քո պատկերացումների մասին, որտեվ քո ստեղծագործություններում այդ կա, եւ դու յուրահատուկ ընկալում ունես եւ հայրենասիրության, եւ ազգայինի վերաբերյալ, ու շատ ուզում եմ, որ դու մեզ հետ կիսվես։ Գիտեք ինչ, դրա մասին կարող եք դուք խոսել, ես մեքենայաբար եմ գրում այդ, գիտեք ինչ, ես չեմ մտածում ու գրում, իմ մոտ գրվում է։ Ուրեմն լեզվա մտածողության հարց կա այդտեղ։ Ես մի բան էլ ասեմ, ես ինքս նկատել եմ, որ երբեմն ձեռքը շարժվում է, բայց ես չեմ մտածում, ու ձեռքս ինչ-որ մեկը շարժում է ու գրում է այդ տողերը, և դրանք դառնում են ամենալավ տողերը այդ երգերի մեջ, ուրեմն ինչ-որ մի բան կա, որ ես չեմ հասկանում այդ երգերի մեջ, ուրեմն ինչ-որ բան կա, որ ժողովրդին դուր, որտև ես միշտ զարմանում եմ, որ ինձ ծափահարում են, որտև ասում եմ, լավ ինչ եմ արել, գրել եմ այդ երգը, բայց ծափահարում են։ Բայց ամենակարևորը ինքը սրտին կպնող։ Երևի, չգիտեմ, բայց կարող եմ մենակ մի բան ասել, որ ես մի 50 տարի աշխատել եմ, ոնց որ ռանդես, պատգոն կանես, Հյուսնի աշխատանքի նման մի բան է, շլիֆով կանես երգերը, որպեսզի ամեն բառը իր դերն ու նշանակությունը ունենա, այսինքն լինի անփոխարինելի, դրա տեղը ուրիշ բառ չես կարող դնել։ Բայց որտեղից է լեզվա մտածողությունը։ Այդ է, որտեղ ես մեծացել եմ լեզվաբանների ընտանիքում, մեր տանը համարյա թե շաբաթը մեկ Պարուշ Սևակներ լինում, Համու Սահյան, Սուրեն Քոչարյան, եթե գիտեք, մեծագույն ասմունքող, միակ մարդը, որին կարելի է որի մոտ ասմունքը հավասար էր արվեստի։ Այս մնացածները, որ ասում են ասմունքող, այդպիսի արհեստ չկա ասմունքող, դա սովետի ժամանակ հնարած բառ էր, որևէ դերասան պարտավոր է որևէ բանաստեղծություն այնպես կարդա, որ մարդիկ ուզվեն։ Ես շատ լավ հիշում եմ, մայրս շատ լավ հայերեն գիտեր և գրապար խոսում էր փայլուն։ Եվ հորս միշտ մեղադրում էր անգրագիտության մեջ, որտեղ նա կարծեմ թե ավելի լավ գիտեր հայերեն, նրանք թարգմանեցին հին հունական առասպելները և այն անգամ ես շեշտեցի հանճարը մի գործ, արծաթե գերբը, ուկրաինացի Կորնել Չուկովսկու,
իր մանկության մասին։ Ես առհասարակ մի կողմից այս կոնտրաստը, մյուս կողմից ես փողոցային երևույթ է, որտեղ դպրոց չէի գնում բացարձակ։ Ես 11-րդ դասարանը հեռակայում եմ ավարտել, հորիցս մեծ մարդկանց հետ։ Հա, եւ փողոցային կուլտուրան եւ այս մյուս կուլտուրան խառնվեցին իրար հետ ու ինչ որ մի տեսակ հայերեն մտավ մոտս, որը եւ կենսունակ էր, ոնց որ փողոցի հայհոյանքն ու բանը, եւ նաեւ ինչ որ չափերի մեջ էր, որը նաեւ գրական հայերենն էր։ Որը բնորոշեց նաեւ Երևանցու Հա, բարբարին։ այո։ Երևանի բարբարին։ Եվ մենք ընդհանրություն նաեւ Այնտեղ կա եւ գրափարային դարձվածքներ, կան եւ այդ կոկտեյլի մեջ եւ գրական հայերեն եւ բարբարային բաներ եւ այլն, բայց դա անկախիզնից է եղել այդ կոկտեյլը։ Ցանկացած արվեստագետ Ես խոհարարն եմ։ իր ժամանակի արտահայտիչն է, իր ժամանակի բնութագրողն է։ Մենք դուք միասին մենք ապրել ենք մեր նորանկախ պատմության ամենածանր եւ ամենա լուսավոր էջերը, որի մասին դուք հիմա խոսեցիք հպարտությամբ, օրինակ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովներ Երևանում, ծանր արհավիրքներից հետո մեզ այսպիսի նաև հեռանկարներ են սպասվում։ Մեր արվեստագետները, դուք անձնապես կարող ենք ասել, որ Ես ամբողջովին եվրոպական կուլտուրայի ծնունդ եմ։ Սկսենք Beatles-ից, ինչպես նաև դուք։ այո, Ռոք երաժշտությունից, ֆրանսական շանսոնից, դա նույնպես այդ կոկտեյլի մեջ համատնում։ Այդ ամեն ինչը կոչվում է քաղաքային ֆոլկլոր, որը սահմաններ չի ճանաչում։ Օրինակ, եթե Beatles լսում ես, այնտեղ ինչ ասես չկա։ Ջորջ Հարիսոնի երգերի մեջ հնդկական մոտիվներ կան, եւ ոչ ոք չի ասում հնդկական մոտիվը ինչ կապ ունի անգլիական երաժշտության, այդպես բան չկա։ Դա հրաշալի երաժշտություն է, ճաշակով երաժշտություն է։ Այնտեղ կան նաև որոշ տեղեր, ասենք, girl երգի մեջ ռուսական ոնց որ բալալայական կոնտրապունկտը տենց է գրած։ Տամ բամ 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 բամ։ Այնտեղ կա իռլանդական ժողովրդական երգերից բաներ, ամերիկյան country եւ այլն։ Դա նույնպես կոկտեյլ է, որը ինչքան ճաշակով ես ներկայացնում, այնքան առասարակ երկարվեստը նախևառաջ ճաշակ է։ Ինչ նշանակում ճաշակ։ Ճաշակը դա չափի զգացումն է։ Չափի զգացումը տրված է ոչ ամենքին։ Բայց մեզ մոտ նես տպավորություն է, որ ամեն մեկը դուրս պրծուկ կարող է երգ գրել, կարող է նկարել։ Դուք կարևոր բան ասեցիք, որ Beatles-ը օրինակ ամեն ինչ է։ Եվ Beatles-ը բացի երգ լինելուց գուցե ոչ պակաս նաև քաղաքականություն է, դուք նաև քաղաքային ֆոլկլորի մասին խոսեցիք, քաղաքայինն ու քաղաքականը շատ ընդհանրական բան։ Նաև կարող ասել գիտարային երգը, գիտարային։ Եվ ուզում եմ օրինակ դուք ասեք ձեզ վրա ինչքան է այդ քաղաքական շլեյֆը ազդել ձեր արվեստի վրա, ձեր մտածողության վրա, որտեղ դուք շատ ունեք ստեղծագործություններ, որոնք պրոտեստ են օրինակ։ Հա։ Ռուսական ամենասկզբում օրինակ որ բերեմ, ասենք Գազանանոցը, Եզը, որը ավելի նիչիական, քաղաքական շները, հին ընկերը, նախագահական ընտրությունները, որ հիմա ես Դիքսիլենդով եմ արել եւ ասում եմ, որ շատ լավ է ստացվել։ Իհարկե։ Ես իմ չնայած շատերը սիրում են իմ քնարական երգերը, բայց դրանք իմ ամենաչսիրած երգերն են։ Ես սիրում եմ
այդ կոպիտ երկեր ներվը, կոպիտ ասում ես սենս չէ, եւ հատկապես այդ ռուսական շովինիզմ, կայսերապաշտություն, այդ ձեր մի շարք երկեր ունեք, որոնք ուղղակի բացառիկ ես չբանամ ասել, որ իմ տատիկը մեռնելուց առաջ ասեց, որ սրանց վերջը դու տեսնես, ինքը նկատի ուներ բոլշևիկների հետ նկատի ուներ նաև ռուսներին, որտեղ նրա ամբողջ մեծ գերդաստանը կոտորել էին բոլշևիկները։ Ճիշտ է, մի քանի կոլխոզի նախագահի գլուխը նրանք էին կերել, նրանք նոյեմբերյանի ղաճաղներն էին։ Եվ ապրում էին քարանձավներում, փախել էին բոլշևիկներից, որտեղ այդ կոլեկտիվացման տարիներին գիտեք ինչ էր կատարվել այնտեղ։ Իհարկե։ Սենց բան էր, եւ մյուս տատիկը նույնպես Նա էլ էր Արևելյան Հայաստանում։ նա ախասխացի էր։ Մեկը ախասխացի էր, մեկը կոտի գյուղացի։ Այդ հետաքրքիր բան եք ասում։ Մենք թուրքերի գործած ոճիրը կոչում ենք ցեղասպանություն։ Այո։ Զոհրաբին ու Վարուժանին Որը սպանած շարունակվեց բոլշևիկների օրոք։ Դա շարունակությունն էր։ Չարենցին սպանողին մենք փրկիչ ենք անվանում։ Վարուժանին եւ Զոհրաբին Դա սպանողին շարունակությունն էր գենոսիդի։ նույն եւ ձեռագիրն էր նույնը, որ մեր մտավորականությունը պետքա վերացնել ազգին Եթե վերացնելու չեմ սխալվում, մի 5 գիրք եմ կարդացել, որտեղ գրված էր, որ Լենինը եւ Աթաթուրքը հերավոր ազգականներ են։ Երկուսն է հրեական արուն ունեին։ Ջոն Կիրակոսյանի մոտ է գրած, որ չէ, բոլոր երիտ թուրքերը դրանք Սալոնիկի հրեաներ էին թուրքական ազգանուններով։ Դա մեծ ծրագիր էր։ Ես սենց եմ մտածում, բոլոր ամեն մեկը մի տարբեր ձևով է մտածում, բոլորին թշնամություն չունենալով, լիքը հրեակերներ ունեմ ես։ Նրանց կարողանում են խասիդները, խոպոֆիկավոր։ օրթոդոքս հրեաները։ Եթե դու ուզում ես որևէ ազգի սարքել ստրուկ, նախաբարաշ քո ազգին պիտի սարքես ստրուկ։ Եվ նրանք վախում են իրենց կազմակերպություններից, վախենում են։ Դա իրենց մեխանիզմն է ազգ մնալու։ Ես չգիտեմ, տենց ազգ կա թե չէ, բայց իրանք կրոնով են որոշում, թե ինչու են որոշում։ Ես իմ ընկերը հրեա է, բայց իր աղջիկը ասում է գնաց Իսրայել ու հետ եկավ, ասում է հայրենիք եմ եկել։ Ասում եմ ինչ ա եղել որ եկել ես, ասում է դա Ռուբիկ ասում է Անդե ինձ ասում ես հայ եմ, որտեղ մայրս հայ է, ստե եմ գալիս եմ ասում են հրեա, հմի ես ինչ եմ ասում աղջիկ, դու երևանցի աղջիկ ես, ահա թե դու ինչ ես։ Որտեվ դուք ես տեղ նաև հայրենիքում Հա, հայրենիքում ես զգում։ Հետաքրքիր բան կա, դուք նայում եք բացման արարողություններից եվրոպական քաղաքական համակարգ։ Նես։ Ասում են շատ գեղեցիկ կազմակերպված է եղել եւ առաջին անգամ մենք փաստորեն աշխարհին ներկայացանք նաեւ որպես ազգ, որպես պետություն ոչ ցեղասպանության պրիզմայով որտեղ մենք աշխարհում միշտ փնտրում էինք մարդիկ, որ պատմեինք մեր դարդուցավի ու ցեղասպանության մասին, չէ՞։ Եվ հիմա առաջի անգամ մենք մասն ենք եվրոպական այդ քաղաքակրթության մեր Ավետ Տերտերյանը հնչում, Խաչատրյանը հնչում։ Ես պատկերացրի Պուտինի ճմրթված դեմքը այդ ամեն ինչից, որովհետև այդ գարշակի ես ուղղակի ատում եմ։ Եվ Պուտինը այսօր շատ կոնկրետ հաճախորդներ ունի Հայաստանում, որոնք հավաքական Պուտինին են ներկայացնում առաջիկա ընտրություններում։ Ու մեր խնդիրը հավաքական նաև Պուտինին պարտության մատնելն է հունիսի 7-ին։ Ոչ թե Ծառուկյանին, ոչ թե Քոչարյանին, ոչ թե Սամվել Կարապետյանին, այլ իրենց տիրոջը, Պուտինին, որտեղ Պուտինը 2021 թվականից Հայաստանում ընդդիմություն է։ Ու եթե մենք ուզում ենք մեր երկիրը, մեր պետությունը ինքնիշխան ու անկախ դարձնել, դա ճանապարհը մեկն է։ Հավաքականորեն ուղակի Պուտինին ասել, որ դու տեղ չունես մեր քաղաքական միջավայրում։ Որտեղ այս մարդկանց նպատակը ինչ է։ Շրջել ամեն ինչ հետ բերել եւ Հայաստանը դարձնել մի ծայրագավառ,
որտեղ Հայաստանի մասին առանց Հայաստանի պիտի խոսվի թուրքերի հետ, մյուսների հետ, մեր թշնամության վրա ռուսները պիտի ձեռքները տաքացնեն, թուրքերի հետ պիտի հարաբերվեն, հանկարծ թույլ չտան, որ մենք երկկողմ ձևաչափով խոսենք, այս շատ կարևոր է, որովհետև դուք չեք կարծում, որ բոլոր հանրապետություններում նույն process-ն է գնում։ Իհարկե Ուկրաինայում շատ փիզ մրցինք եղավ, բայց Մոլդովայում շուտով կարող է եւ Ուզբեկստանում եւ Տաջիկստանում նույն բաները կատարվի։ Երբ որ մենք Ուկրաինայում ենք, մենք այնտեղ համերգ տվեցինք իրանց զորքի համար, արդեն ռումբերի ձայները լսվում էին այդ օրը։ Իմիջայց Տիգրան Խզմալյանի առաջարկով են գնացել այնտեղ։ Պահակը հյուրանոցի ասեց, արա դու կարծում ես սա ուկրաինացիք ուզում են, որ ազատ ու անկախ լինի, բան, ասում են, այնքան ուկրաինացիքա, որ ասում են, երբ են ռուսները գալու։ Ու այդ հասարակ պահակը ավելի շատ բան ինձ ասեց, քան թե ուղեղները լվացված է, իրանք էլ չէ, զոմբիական մեծ հատված ունեն։ Եվ այդ իրականությունը մենակ հետխորհրդային տարածքին չի վերաբերում, նաև սոցիալիստական ճամբարի երկրներին, հատկապես օրինակ Ռումինիայում շատ հաջող փորձ էին ուզում կատարել վերցնել իշխանությունը, չստացվեց, այնտեղ ուղղակի գնացին, այո, ռեպրեսիվ ճանապարհներով ժողովրդավարությունը պաշտպանելու միջոցներ կիրառելով։ Գերմանիայում, արևելյան Գերմանիան մինչև հիմա Արևմտյան Գերմանիայի հետ չեն կարողանում ամբողջությամբ մտածողությունը տարբեր է։ Այդ ռուսական հետքը այնպես է քայքայել, պատկերացրեք նույնիսկ գերմանացու։ Եթե հիշում եք, այն ժամանակ է վախեցած տարը գրվում էր պատերին SSR Թյուրման народов։ Սովետը սարքած էր զոնայի օրենքներով։ Կար խիստ զոնաներ եւ այլն, եւ այդ գողականը որ կար, գողականը ի վերջո իր բոլոր բացական կողմերով մի բան ուներ, որ իրանք չէին ուզում աշխատել պետության համար, ի վերջո նրանք դեմ էին պետությանը, ինչ որ անարխիստական բան կար դրա մեջ։ Պետության ալտերնատիվ էին, այլընտրանք էին։ Այլընտրանք էր։ Բայց այդ գողականը հələ մնացել է միջի հիմա, արդեն անց է պրծել է եւ ավելի վտանգավոր բան է եկել հիմա։ Դա մաֆիան է։ Բեսպրեդելը։ Մաֆիան։ Այո։ Որտեղ կանոններ չկան ուղղակի, որտեղ գողականի մեջ գոնե կանոններ կան։ Մաֆիան, եթե արտասահմանում մաֆիան ներքևից վեր է բարձրանում մեր մոտ, վերևից ներքև էր գալի Ռոբերտ, Սերժ, նրանք ունեն իրանց ծեծող, իրանց սպանող բաները եւ այլն, նույն կոնստրուկցիան է։ Պուտինը ես լավ գիտեմ եւ ծանոթ եմ մարդկանց, իր ծեծողները, ահաբեկողները բոլորը արտակարգ սպորտսմեններ են, Եվրոպայի չեմպիոններ եւ այլն։ Երբեմն գալիս են ստե, երբեմն գնում են, ծանոթ եմ այդները։ Այս ընտրությունների վերաբերյալ ինչ ես մտածում։ Անհանգստություն ունես։ Անհանգստություն ունես։ Հա, իհարկե։ Ինչ։ Այսինքն վախ ունես, որ ռուսները ինչ կվերցնեն։ Չէ, ես մի կողմից մտածում եմ, որ այնքան խելամիտ ժողովուրդ ենք, որ չենք վերադառնա հին մտածողությանը, այսինքն Սամվել, Մավել, այդ ոնց է եւ այլն, դրանց չենք վերադառնա, Ռոբերտ կոշմարը, մի մարդ որ կողոպտել է քեզ, մի մարդ որ ահագին մարդիկ է սպանել, մարդասպանին իշխանություն տալ նորից, էլի կսպանի, կամ Սերժիկը իր աղբերներով, Սաշիկ, Մաշիկ դրանք։ Ինչ ժամանակին մի անգամ Կարինե Դանելյանը, մեր բնապահպանության նախարար։ Այո, ասես Ռուբիկ ջան, մի անգամին զանգ տվեց Կարելիայի բնապաշտպանության նախարարը, ասեց ձեր պրեզիդենտը Ռոբերտի մասին է խոսքը, որսան էլ սիրում է, ասում ասեցի չգիտեմ, ասում որովհետև ինքը մի հատ հազվագյուտ այծ է սպանել,
իր ոսկու հանքերի վրա Այ իր ոսկու հանքերի վրա սեփական ոսկու հանքեր ունի կարելի է որ իհարկե փայ կլինի Պուտինի հետ բանում է Աֆրիկայում այռուց էր չես բանը Եվ սատկած առյուծի վրա նստած նկարվել բայց գիտեք ինչ սովածին իշխանություն դու քաշվի վրա այդ կդառնա սարսափելի մի բան չկայացած մարդուն մասնագիտություն չունեցող դիր պաշտոնը կտենաս ինչ կանի Ես հատկապես ուզում եմ որ մենք խոսենք միջավայրի մասին որպես տաղանդը բացահայտող եւ տաղանդը որպես դրսևորվելու միջոց դարձնող, որովհետև մենք կարող ենք ունենալ շատ լավ արվեստագետներ, շատ լավ գիտնականներ, շատ լավ մտածողներ, բայց եթե մենք չենք ապահովում այդ միջավայրը, որտեղ դրանք կարող են դրսևորվել, որտեղ իրենք կարող են մրցակցել, որտեղ կարող է այդ տաղանդը դառնալ առաջ գնալու իրապես միջոց։ Ինձ շատ օգնել է Սևակը մի հատ բանաստեղծություն է, ասում այն բախտը վերեց, ճամփեզրի խոտը, ինձ այնքան տրորեցին, որ ես ստիպված արմատս երկարացրի։ Ինչքան շատ չէին թողնում իմ երգերը, Այնքան ավելի այնքան դու ուժեղանում ես, նա ով որ քեզ չի սպանում, նա քեզ ավելի ուժեղ է սարքում, հայտնի խոսքեր են։ Այո։ Եվ ինձ շատ դուր էր գալի, որտեղ ես գիտեի իմ երգերի արժեքն է, ասենք յասամանի ծառի տակ դրա արժեքն է գիտեմ եւ իմ ծիծաղը գալիս էր ես մենակ շատ փիս ես զզում եի գուսանական երգերից բայց երբ որ առաջ անգամ ասեցի Հայրիկ Մուրադյանի երգերը ասեցի ինչ լավ երգեր շատ լավն է շատ Կոմիտաս եւ այլն դրանք ժողովրդական երգեր են բայց ոչ գուսանական Գուսանական երգերի մեջ հրաշալի գործեր կան, բան չունեմ ասելու, բայց դրանք ժողովրդական երգեր չեն։ Ժողովրդական չեն, դրանք գուսանական երգեր են, որոնք հիմնականում գրվել են պարսկական լադով, որը նույնպես հարստացրել է մեր ֆոլկլորը։ Մենք ամենաշատ ազդեցությունը կրել ենք պարսկական մշակույթից։ Օմար Խայամ, Տոչեման, մնդեղ Ռումի եւ այլ հանճարներից։ Հա, բայց ուզում ասեմ, ես վրդովում եմ, որ դրանք մինչև հիմա ասում են հայկական ժողովրդական երգ, ես իմ ինչ, բայց դա գուսանական երգ է։ Իսկ այդ իմաստով նախարարության անելիքը որն է ձեզ։ Նախարարությունը պետք է ցանկություն եղել է նախարար լինել եւ օրինակ ինչ որ հենց հիմա Հա Չնայած դա կլինի ինքնազոհություն իհարկե, ինքնազոհություն բայց ես գիտեմ թե ինչ կանեմ Ինչ Ինչ որ ասեցի այդ երգերի հաշվով այդ ռադիոկայանների հատուկ մարդիկ կնստացնեն որ հսկեն այդ այլանդակությունները Որտեղ փողը տալիս են երգը դնում են ասում են երգի կարող է դրանից կեղտի հոտ է գալի բայց փող են տալի այդ ռադիոկայաններին Եվ պետության քաղաքականությունը պիտի լինի թույլ չտալ որ ամեն Եվ դա դիկտատուրա է իհարկե բայց մշակութային դիկտատուրա է դե մարդ չես սպանում բանջան ասում ես որ դու թուրք ես մենք չենք ուզում որ թուրքական երաժշտություն լսվի ստեղ կամ դա անճաշակ երաժշտություն է Որտեղ փոխառությունները վատ բան չէ Հույները այդ բանը արել են Զորով արել են Ես կուզենայի մի հատ խորհուրդ լիներ մշակութային առումով Միջոց վերջերս ես մշակույթի այսպես ասած նախարարում ասեցի որ չլինեմ չիմանամ Գարեգին Նժդեի մասին դա առանձին հոդված է որևէ բացասական բան լսեմ ձեզնից Ռուբեն մենք ընտրություններին ձեր լավագույն ընկերներից մեկի հետ ենք մասնակցում Ազատ Արշակյանի հետ Գիտեք մենք հանուն հանրապետության կուսակցության անունով ենք Ես կասեի գաղափարակիցներից Այո եւ գաղափարակիցներից
ուզում եմ քո կարծիքը, քո տարբեր տեղեր եք ինքը երիտասարդությունը հասկացրել է բանտերում ռուսական էլի ազատության ու անկախության համար նրան ավելի շատ են տրվել քան ինձ իհարկե վայ ազատ հա ներողություն ուզում եմ քո կարծիքը քո վերաբերմունքը այս մեր պայքարին եւ առասարակ ինչ ես մտածում մեր անելիքի վերաբերյալ նախ առաջ ես շատ ուրախ եմ որ ձեր սենյակում ես ինձ համար համակրելի մարդիկ եմ տեսնում բոլորը անխտիր ստեղ մի տեղ է որտեղ սխալ մարդիկ չեն գալիս եթե ես որևէ մեկին տեսնեի որ դուրս չի գալի ես չէի գալ մոտ ես ժամանակին ինչ որ ասել եմ արդեն ես 75 տարեկան եմ ու ասում եմ ինչ լավ է իմ փոխարեն խոսողներ կան արդեն ես բրծել եմ ես կարող եմ զբաղվել իմ ձայնագրություններով այս ամիս դուրս է գալու իմ նոր CD-ն ես դրա մասին եմ ուզում որ խոսենք նոր CD-ն է դուրս գալիս 1 2 3 CD պատրաստ են եւ մանկական երգերի ես մանկականի մասին եմ ուզում հարցնել մանկականները ինչա կոչվում ռեկուրսը նորից են անցկացրել նոր պուլտի մեջով եւ լրիվ հրաշալի բան է դարձել եւ դա ես դա համարում եմ լավագույն գործը որտեղ երեխեքի հետ խոսելու 0-ից 100 տարեկան այնտեղ կա մեծերի երգեր փոքրերի երգեր բայց մենք շատ իզուր ենք մտածում որ փոքրերը չեն հասկանում մեծերի երգերը իրանք նենց են զգում են դες պունգի պես նաև ընկալում են այս այնտեղ կլավեսին կա ինձ մոտ իմ մոտ դասական բաներ կան եւ այլն հետո մենք լայվ գործիքներ ենք մենակ գրում էկոլոգիապես մաքուր գործիքներ ոչ թե էլեկտրոնային երաժշտություն ես չեմ սիրում բա մյուս երկու բաները երեքնեին մեկը մանկականն է մանկականը պիտի դուրս գա իմ գիրքը դուրս է եկել արդեն բայց հələ պրեզենտացիա չեմ արել գիրքը բանաստեղծությունների պահեստում դրած է կյանք մարդկային այդ դիսկը պիտի դուրս գա որը հին երգ է բայց 5 հատ նոր երգ է եւ 5 հատ հին երգեր են նոր ձևով եւ այս աշխարհը եթե լսել եք այդ երգը այո այդ դիսկն է որտեղ քաղաքական երգեր են հիմնականում 4 դիսկ դե մենք սպասում ենք շնորհանդեսին գրքի հույս ունեմ որ ստեղով կարող ենք ռեկլամանալ սիրով իհարկե հաստատ եւ հաջողենք ընտրություններում նաև դրա որպես արդյունք այդ երգը ես գրել եմ ոչ թե որ քաղաքական եմ այլ ցույց տալու համար թե ինչ հարուստ է մեր լեզուն այդքան բան եւ ձեր առնչությունները Սփյուռքի հետ ու տպավորությունը ընդհանրապես մենք պիտի ավելի շատ ձգտենք Սփյուռքին տանք թե Սփյուռքից ստանանք մենք կորցնում ենք կամ կորցրել ենք համշենահայությանը ես շատ ընկերներ եմ ունեցել ծովափում որոնք լրիվ կտրված են մեզ Աբխազիայի հատվածում Սոչի իսկական հայեր իրենց միցակ ավելի հայ հոտ է գալիս կամ իհարկե այդտեղ Սփյուռքի թեման շարունակելով այդտեղ պետության թեման ես շատ պիտի ուզեի որպեսզի Սփյուռքը իր անկալումը փոխեր Հայաստանի նկատմամբ Հայաստանը որպես պետություն հարգեր տեսեք օրինակ Սամվել Կարապետյանը առաջադրվել է վարչապետի տեխնացու բայց չի համապատասխանում ոչ սահմանադրությանը ոչ օրենքին ու սա տպավորությունն է որ մարդը չի հարգում մեր օրենքները երբ որ սովետական միության ժամանակ մենք կորցրեցինք գրականությունը տենց առանձնապես մեծ գրողներ չտվեցինք տվեցինք իհարկե Զեյթունցյան, Մաթեոսյան այդ ժամանակ հանճարեղ գրողներ ծնվեցին Միջին Արևելքում Ծառուկյան մանկություն չունեցող մարդիկ ծաղկող փշալարեր գուլագի մասին 20 տարի ոնց անստե Գուրգեն Մահարին այո այգեստաններն է
այդ գործը ատում են դաշնակցականները, որովհետև նենց ծիծաղելի լույսի տակ ցույց տալի դրանց, որոնք ուզում են հեղափոխություն անել եւ այլն եւ այլն։ Հակոբոշական, Վահեոշական տղան, Վայոշական։ երբ որ ասիկը այդ ձեռը մեր կտրեցին, ստեղ ազատ խոսելու բան, միջին արևելքը, որտեղ փոքրիկ Հայաստան էր, Լիբանան, Սիրիա, այդ ձեռքը ուժեղացավ, մենք տվեցին հրաշալի բանաստեղծներ, գրողներ։ Եվ իր դերը կատարեց նաև դաշնակցություն։ Ինչ եմ ասում նաև, որովհետև ի վերջո ինչքան էլ սխալ կամ ճիշտ գործողություններ արածելն է այդ կուսակցությունը, այնուամենայնիվ դրա մեջ մի բան կար, որ ազգային էր եւ ազգային լեզուն պահպանեց եւ ազգային մտածողությունը պահպանեց այդ կուսակցությունը, ոնց է գցես բռնես, տենց է։ Ոչ պակաս մյուս կուսակցություններն են եղել նաև օրինակ հայ բարեգործական ընդհանուր միությունը, որը չափազանց մեծ ազդեցություն ունի, եկեղեցին շատ կարևոր դեր է։ Դաշնակցականները այնքան շատ էին զնգացնում, որ իրանք են ու կան։ Այդ հասկանալի է իրանց մեծամտությունը։ Եվ այստեղ նաև պարսկական գաղութը հայկական։ Հիմա էլ ամենամեծերից մեկն է։ Մենք երկու հիմնական գաղութ մնացել, Պարսկաստանը, Իրանահայ եւ Լիբանանը։ Լիբանան մնաց։ Հիմա բայց մենք պետք է ունենանք այն կազմակերպությունները, որոնք Սփյուռքահայության կոմիտեն KGB-ի որջն էր սովետի ժամանակ։ Մենք պետք է ունենանք Սփյուռքահայության կոմիտե, որը պետք է զբաղվի նաև համշենահայերով եւ մնացածներով։ Որտեղ ոչ թե կրոնական կամ բան եւ այլն ինչ կապ ունի։ Բայց Հայաստանը կարևոր ուղերձ ունի Սփյուռքին հղելու, ասելով, որ ես տերեմ Սփյուռքին, ես տերեմ Սփյուռքին։ Ու Սփյուռքահայերը պիտի այդ զգացողությունը ունենան։ Ասի այն ժամանակ, երբ որ ինքը իրան կարողանա տեր կանգնել, բայց ոնց որ այսօր մենք տեսնում ենք, նա դեռ դժվարությամբ է ոտքի վրա կանգնում։ Որովհետեւ այն ինչ որ սովետն արել մեզ հետ դա ոնց որ ռուսերեն ասում գլոբոկի նոկաուտ, հələ մենք նոկաուտից հազիվ ենք ոտի կանգնում։ Իսկ ապագայի վերաբերյալ ինչ որ դրական ապրումներ ունեք, զգացումներ ունեք։ Իհարկե ես հույսը երբեք չեմ կորցնում։ Երբեք։ Ես իմ կյանքում նես դժվար պահեր եմ ապրել, որ Այսինքն կարծում եք, որ անճաշակությանը ճաշակը հաղթելու է, հավատացած եք, որ այս ռուսական այս աղբը մենք կարողանալու ենք հեռացնել մեր երկրից։ Մենք ազգովի պիտի վերցնենք բաղը, ու սկսենք ավգյան ախորները մաքրել, որովհետև այնքան բազմաշերտ է այդ աղբը։ Рима Сальвековна, գիտես ինչ, я думаю, что սենց որ սկսում են խոսել գլխից մազերը շարժում, Рима Сальвековна, Արմենչիկ։ Մենք լեզվամտածողության մասին էինք խոսում, այս շատ կարևոր բան է։ Շատ, եթե քո մտածողությունն էլ հայկական չի։ Տեկին Ռիմա չի ասում, Рима Сальвековна, դա կոնսերվատորիա է։ Հետո ասում են Արա, բայց կոմոդ ոնց է ստացվում, մենք կոնսերվատոր ենք գնացել, բայց երկը չենք կա։ Ասում դուք հայերեն դպրոց չեք գնացել, ոնց կարակ երկ գրեք։ Երկ չեն կարակ գրեմ, որտեղ իրենք հայերեն չեն մտածում։ Կոմետաս ասել է, երկը լեզվամտածողություն է։ Սրանք, որ հայերեն չեն մտածում, սկսում են Ստիվի Վոնդերի նման կրկլասներով բանել կամ թուրքական կրկլասներով կամ եսիմ ինչ, իրանք անընդհատ ուզում են նմանվել։ Ես ոչ մեկին չեմ ուզում նմանվել։ Որտև դու ես, որտև դու թերարժեքության զգացում չունես, որտև դու գիտես, որ դու… Ես կոլոտ եմ, չախ և հարպեցող, ու ինձ բոլորին չի տակրու, թե կողքինս ինչ կմտածի իմ մասին, իսկ եթե վատ բան ասի, ես նրա մռութին կխփեմ։ Մեկ է պիտի ինձ կիրթ պահեմ, որ ասեն, երկրով ոնց կարող է շատ կիրթ մարդ լինի։ Դա աբսուրդ զգացողություն։ Ուրեմն լավ երգ չի գրում։ Ուրեմն լավ երգ չի գրում։
Եվ ուզում Օրինակ եմ ֆորշը ոնց կարող է անշնորհք այլանդակ պահվածք ունի։ Նա ոնց կարող է լավ երգիչ լինի, վատ երգիչ լինի։ Նա լավ երգիչ է։ այո ես ամփոփելով Ռուբեն ջան մենք շատ կարևորում ենք հանրապետությունը, որովհետև հանրապետությունը հանրության պետությունն է, ժողովրդի պետությունն է, ի տարբերություն պետության այն ձևերի, որոնք կարող են լինել բռնապետական, ավտորիտար եւ այլն։ Ինչու ենք մենք հատկապես հանրապետությունը կարևորում, որովհետև հանրապետությունը հանրության սեփականությունն է, հանրության պետությունն է։ Դրա համար ենք նաև մեզ կոչել հանուն հանրապետության։ Ու հանրապետությունները սովորաբար լինում են միայն ժողովրդավարական, միայն ազատություններով, միայն իրավունքներով։ Ես ուզում եմ որպես վերջաբան հարցնել, ինչի ես դու պատրաստ հանուն հանրապետության։ Մինչև վերջին շունչս փչելուն նվիրված եմ։ Շնորհակալություն։ Իմ հյուրներ podcast-ի ես ձևաչափով Ռուբեն Հախվերդյանը, մնացեք բարով։